Ինչ վերաբերում է տաշերի հետ կապված էսի մասերիկն ասեմ վաղուց ասել պրծել եմ, այդ մասում դադելու են։ Եթե օրինակ նայեք, Ագարկա Աննա Վարդապետյան, Ալամ Աշխարհ կուտունուտեղ ծսցնի, ասել եմ ու նորից ասում եմ, Արշակ Հակոբյանը, Վովայի Արշակը, ուրեմն սուրբ էր, Տաշիր Սամոն, Վարդանիկը մեղադրել են, կամ Գասպարյան Վովան, Գասպարյան Վովայի հոդվածերն ավելի ծանր են, ինչի մի րոպե չնստան Վովան, կամրամատ ուներ, դոր համար, ու տեսվիքը մարդիկ, ես չեմ հոգնում դրանից ասել, ես իմ տանը տեղը չեմ թեթևացնում, ես ուղղակի մտնում եմ, հայոյում եմ, անպատվում եմ, տեղին եմ անում այդ ամենը, բայց ես մարդ եմ խիղճ ունեմ, ես ասենք տենում եմ, որ արդար չի, այն առումը, որ ավելի մեծ ու գլոբալ հանցագործները գտնվում են ազատության մեջ, Աչափարյանի նման մարդը, ու ինչ էր արել, մարդ ասեմ ես, այն ինչ որ կա մյուսների նման մարդիկ այսօր փթում են Երևան քերակատարողական հիմնարկում, ու տեսել կփտեն, իրենց ազատությունը իրենց ձեռքերի մեջ է, Ես ազատությունը նրանում է, որ չպիտի լսեն, չպիտի համակրեն, ոչ Ռոբիկին, ոչ Սերժիկին, ոչ էլ մյուսներին։ Իրենք ուղղակի պիտի, որ հայրական ասացված կասում են, ասեք ես լացածնողի կողը, ծիծաղացնողի մոտ մի գնա, մարդը ուղղասան անցիկն ես իրենց լացացրել են, միգուցե, տխրեցրել են, վիրավորել են, բայց ես այսօր նայում եմ, որ այդ անձինք, որոնք խոստանգվում են, և ոչ Եվրոպայի թանձինա, ոչ էլ չգիտեմ և այլն, որ կանաչ լույս է տված այս դոզի տղուն, ինչ ուզում են սարա մենակ Հայաստանը կողքի, Թուրքիայի ազատության կողքի։ Ահա որ է Հայաստանի ներքաղաքական վիճակը։ Ես բոլորին մաղթում եմ առողջություն, մաղթում եմ համբերություն, մաղթում եմ խելք, ես ոսոր նայում եմ այդ մարդկանց կամ ամեն հավանականությամբ ուղեղը արձակուրդի մեջ է իրանց, որովհետև այսպես ասած անձնական, ինչ ասեմ, պրինցիպները կամ գոռոզությունը երևի ցույց չի տալիս իրենց տեղներից յարգալի, անցական իրավունքն է։ Տես բանո շտապօգնություններով ցույց գնան, գան, ինչ ասեմ, ասացաշուտ դուրս գան, բայց ես ասել եմ, դուրս չեք գալու, Պարտանի Ղուկասյան։ Սամվել Կարապետյան, դες դատելու են, դուք ծեցել խոստանգրելու եք և այդտեղ ոչ Ռոբիկն է ձեզ փրկել, ոչ Սերժիկը, ոչ էլ ձեզ Վարդավանյանը, ինչ են, խերը գլուխ են, փաստաբանը, յակա յա չկա, էլ խախտ են, արամ,